որևէ բան մեզ համար քննարկելի չէ։ Ինչու՞, որովհետև երբ որ մեր երկրի տարածքի 60% անվանում են Արևմտյան Ադրբեջան, դա ուղիղ խախտում է մեր երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության եւ չեմ կարծում թե որևէ երկրի կարող է առաջարկել քննարկել նրա ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը, մանավանդ որ արդեն իսկ եւ դե յուրե ուժի մեջ մտած փաստաթղթով եւ արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի տեքստով այդ խնդիրը նկատի ունեմ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, տարածքային պահանջների բացակայություն, պարտավորություն ապագայում առաջ չքաշել տարածքային պահանջներ, այդ խնդիրները լուծված են։ Եվ ելի ուրիշ դրույթներ, այդ խնդիրները լուծված են։ Ինչ վերաբերվում է սահմանադրության հարցին, ելի բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը շատ էական պատասխաններ է պարունակում այդ հարցի, բայց հարցը ո՞րն է։ Օրինակ մենք տեսնում ենք եւ մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում, նկրտումներ է պարունակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Բայց պայմանագրում նշվում է, որ գերակա նշանակություն ունի Բայց պայմանագրում նախ նշվում է, որ կողմերը խորհրդային միության ըստ էության սահմաններով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականություն, ինքնիշխանությունը, չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ եւ պարտավորվում են ապագայում էլ նման տարածքային պահանջներ չառաջադրել եւ բացի դա կողմերը չեն կարող իրենց ներքին օրենսդրությանը հղում անել տվյալ համաձայնագրի պարտավորությունները չկատարելու համար։ Սա առաջինը։ Երկրորդը մեր Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի, եթե չեմ սխալվում, որոշմամբ արձանագրվել է, որ մեր սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ որևէ հարևանի նկատմամբ։ Եթե ունենար, Սահմանադրական դատարանը չէր կարող երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որտեղ հղում է արվում Ալմատայի հռչակագրին, որի իմաստն այն է, որ երկրները անկախություն են ստանում խորհրդային հանրապետությունների տարածքով, այդ չէր կարող Սահմանադրական դատարանը այդ դրույթը համարել սահմանադրությանը համապատասխանող։ Բայց այստեղ էլ որոշակի շփոթ կա, որովհետև մեր ներքին քաղաքական օրակարգում 2018-ից 2020 թվականից կա նոր սահմանադրություն ընդունելու մասին օրակարգ, խոսույթ, եւ մենք գնալու ենք այդ օրակարգին եւ մենք առաջարկելու ենք մեր ժողովրդին ունենալ նոր սահմանադրություն եւ մենք պլանավորում ենք այդ հարակվեն նոր սահմանադրության ընդունման իրականացնել 2027 թվականին, չնայած էդ էլ պիտի ասեմ, որ կան այդ թվում քաղաքական թիմում ձայներ, կարծիքներ, որ ինչու ենք մենք հետաձգում այդ գործողությունը, գուցե դա պետք է անել 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների հետ զուգահեռ եւ համատեղ, որը ավելի օրակարգը կդարձնի կոնկրետ քաղաքական, եւ ես ուզում եմ ընդգծել, որ սա բացառապես մեր ներքին օրակարգի հարցն է, չնայած մյուս կողմից պետք է նաեւ խոստովանեմ, որ սա չի կարող չունենալ տարածաշրջանային եւ միջազգային ազդեցություն։ Եվ հետեւաբար անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանը կարող է նորանոր պահանջներ առաջ քաշել, վերադառնալով արդեն խաղաղության օրակարգին, Ադրբեջանը կարող է նորանոր հարցեր բերել օրակարգ, բայց չի նշանակում, որ այդ բոլոր հարցերը մեզ համար քննարկելի են։ Տեսեք, շատ կարևոր է, ելի ասում եմ, նպատակը եւ միջոցը պետքա չխառնենք եւ չշփոթենք իրար։ Մեծ հաշվով նույն ԵԱՀԿ Մինսկի խումբը ինքը ձևավորվել է որպես խաղաղության գործիք, իր տրամաբանությամբ, խաղաղության հասնելու գործիք։ Եթե մենք ունենք խաղաղություն, ինչու պիտի, հասկանանք, ինչու պիտի խաղաղության միջոցը դնենք նույն հարթության վրա, ինչ որ բուն նպատակը խաղաղություն։ Չէ, եթե ունենք խաղաղություն, խնդիր չկա դրանում, բայց եթե կողմերից մեկը չի ուզում